Ժամը 12-ն է Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը մեկնարկում է իր աշխատանքը, ես Անին եմ Զաքարյան, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության ողջույն։ Բագրատ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց, մեղադրանքի առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Դատարանը կալանքի որոշում է կայացրել նաև նրա մի խումբ օգնականների ու կողմնակիցների նկատմամբ։ Դատարանը Բագրատ Սրբազանին և ևս 13 անձի կալանավորեց, 11-ի անուններն են հայտնի։ Ոչ միայն կոնտեքստից կտրված խոսքեր են, այլև ամբողջական նախադասություններ են ձևակերպված տարբեր մտքերից։ Դրա համար լավ կլինի բավարար ապացույցներ հրապարակեն, իրավապահ մարմինները, որպեսզի չունեն իսկ քրեական շրջանակի համակցված հայտարարություններ իրավապահ մարմինների գործողությունների հետ հուշում են, որ սա նախապես պատրաստված քաղաքական օպերացիա է եղել։ Տերորիզմի մեջ մեղադրվող տերտերի փաստաբանն ասում է, ձայնագրությունների հատվածներ կան, որ տարբեր օրերի են արվել։ Երևի նկատի ունի, որ ամբողջ ազգին խորը անասուն մի օր են ասել, իսկ իրենց աջակիցներին էշ դրա միայն հաջորդ օրը։ Վերջին շրջանում, վերջին 2 շաբաթ 1 ամիս տեղի ունեցող զարգացումները տեղավորվում են մեկ տրամաբանության մեջ, հարվածներ են հասցվում հայկական իրական ինքնիշխանության, այդ բառը բռնաբարել թողել են, պետք է մի հատ դեմից իրականը դնես։ Հայկական իրական ինքնիշխանության վերջին մնացորդներին, իսկ ավելի ճիշտ այդ մնացորդները կրող ինստիտուտներին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանրային ելույթում հայտարարեց, սա ակնհայտ տերորիստական ակտի նախապատրաստում է։ Դուք հեղաշրջում բառը օգտագործեցիք, ես կարող եմ ասել, որ դա տերորիստական ակտի նախապատրաստում էր եւ որևիցե ձևով մենք չենք կարող տարբերություն դնել հոկտեմբերի 27-ի հետ։ Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու մի դեպք էր։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Սրբազան պայքարի մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել են ահաբեկչական գործողություններ։ Եթե մենք խոսում ենք այն պլանի մասին, որը որ երեկվանից հրապարակվել էր, որը այսօր պարզվեց, որ 2024 թվականին էր վերաբերում, ինձ համար եկեք սկսենք նրանից, որ այդ պլանը հիշեցնում էր 2018 թվականի պլանը եւ ինձ մոտ տպավորություն է, որ պարզապես իրենց նախկին պլանները հանել են դրել են շրջանառության մեջ, փորձելով վերագրել հեղաշրջման process-ին, պարզապես մոռացել են տարեթիվը 2025 թվական գրել։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը այսօր առավոտյան իր Facebook-յան էջում հայտարարություն է տարածել։ Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով։ Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու եւ ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ցախողման։ Կալանավորվածների փաստաբանները 3 գիշերը դատարանի դիմաց հայտարարել են, որ բողոքարկելու են կալանքի որոշումը։ Աննա Հարությունյան, Անի Հովանիսյան, Open Media։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հունիսի 25-ին արդյունավետ գործողություններ կատարած իրավապահներին ներկայացնել պետական պարգևի։ Այս պահին դեռ ընթացող կառավարության նիստում նախքան հիմնական օրակարգին անցնելը նա հայտարարել է, բացահայտվել է պետականության, Հայաստանի անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, նաեւ կանխվել է այդ պլանի իրագործումը։ Համոզված եմ երեք բոլորդ հետևել եք իրադարձություններին եւ կարծում եմ կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն եւ բնականաբար նաեւ կանխվել է այդ պլանի իրագործումը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին եւ առավոտյան հարցը քննարկել եմ նաեւ Հանրապետության նախագահի հետ եւ կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման եւ պետական պարգևի
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը տարածել է գործարարի հերթական հայտարարությունը մեջբերեմ։ Ներկա իշխանություններին հաջողվեց հերոսներին, գեներալներին ամբողջ էլիտային դասել Սևերի շարքը, գործարարները հայտնվեցին Սևերի դաշտում։ Ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ, բոլոր գործարարները հայտնվեցին Սևերի դաշտում, ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր։ Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը եւ սասանում է մեր երկրի ներքին ամրությունը։ Երկրի համար սրտացավ, անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղ բանտարկյալներ, ճաշակելով կալանավայրերի, խցերի քաղցրությունը։ Հարգանքի արժանացած տարբեր մարդիկ իրենց ընտանիքների հետ հալածվեցին, ստիպված լինելով լքել կամ չվերադառնալ իրենց հայրենիք։ Շատերին անձամբ եմ ճանաչում եւ նման վիճակում հայտնված անձանց անունները կարելի է երկար թվարկել, նշված է հայտարարության մեջ։ Հաջողվեց բոլորին հանել, բոլորի դեմ քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ, մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը եւ անում իր գործը։ Սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը, պայքարելու ենք, ասված է հայտարարության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հասցրել է արդեն 3 գրառում անել, այս անգամ ուղղված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ կաթողիկոս Գարեգին II հանդիպմանը։ Մեջբերեմ կուսակրոնության ուխտագիրը խախտած եւ Հիսուս Քրիստոսին դավաճանած խմբակն ինչ իրավունք ունի խոսել արդարության ու վստահելիության մասին, այդ խմբակն իրավունք չունի խոսել Մայր Աթոռի անունից։ Մայր Աթոռը պղծած կտրիչը պետք է հեռանա վեհարանից։ Եթե ինքնակամ չհեռանա, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի քրիստոնեաբար, վեհարանը վեհի, մեջբերման ավարտը։ Իսկ դրանից րոպեներ անց ընդարձակ գրառում է տեղադրել, լսենք։ Դիմանկար Լևոն Տեր-Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ։ Լինելով խորհրդային միության ՊԱԿ-ի, ԿԳԲ-ի հետ համագործակցող անձ, մամուլում ժամանակին եղել են դա ապացուցող հրապարակումներ։ 90-ականների սկզբին Հայաստանի անկախացման անխուսափելի գործընթացը ՊԱԿ-ի ազդեցությամբ գիտակցված առաջնորդել է դրա ռազմավարական անհնարինության ճանապարհով։ Հայաստանի անկախության առաջին տարիներից Հայաստանը վերեածել մարիոնետ պետության։ Ներքին կառավարման ոլորտում մշտապես լինելով իշխանության երկու խարիզմատիկ ներկայացուցիչների, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի ստվերում, հանրության հիմնական ընկալումն այն էր, որ Լևոնը Վանոյի ու Վազգենի մոտ նախագահ է աշխատում։ Որդեգրել է Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին միմյանց դեմ լարելու եւ նրանց բախումները հրահրելու մարտավարություն, որպես բաժանիր, որ տիրես բանաձևի իրագործում։ Այս գործելակերպի առանցքային նպատակը եղել է ինքնիշխանության եւ անկախության ջատագովներ Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին չեզոքացնելը, որպես իշխանության հնարավոր ժառանգորդների եւ նրանց դաշինքը թույլ չտալը։ Այս նպատակով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանք է ներմուծել մարիոնետային գծի հետևորդ Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին։ Աշխարհաքաղաքական զարգացումների բարդ շրջանում առաջնորդվելով հիմնականում անձնական վախով եւ անպատասխանատվությամբ հրաժարական է տվել նախագահի պաշտոնից, մինչ այդ երաշխավորելով, որ իրենից հետո երկրում կձևավորվի ոչ լեգիտիմ իշխանություն, որպես երաշխիք մարիոնետային պետության ռազմավարության շարունակության։ 2007 թվականից վերսկսել է քաղաքական գործունեությունը, ինչպես հետագայում պիտի պարզվեր լինելով Ս. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի հավատարիմ ընդդիմություն։ Քաղաքական գործունեության վերսկսման հիմնական նպատակը Հայաստանի շեղումը մարիոնետային պետության գծից թույլ չտալն էր։ Դրա առանցքային երաշխիքն այն էր, որ եւ ընդդիմության եւ իշխանության առաջնորդները այդ գծի հավատավոր հետևորդներն են։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ չի համարձակվել տնից դուրս գալ։ Այդ օրն իրեն այցելած կտրիչ Ներսիսյանին առանձնատան դարպասներից ներս չի թողել։ Մարտի լույս 2-ի գիշերը հանգիստ քնել է Հայաստանի մարիոնետային ռազմավարության շարունակությունը համարելով երաշխավորված։ Հիմնական հատկանիշները՝ բախկոտ է կամ ազուր կամ պատասխանատու, ունի մարիոնետային հակումներ։ Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբարտավան, որևէ մարդու հետ իր շփումը օգտագործում է այդ մարդու դեմ, ատում է մարդկանց։ Զզվանքով է վերաբերում իր շրջապատի բոլոր այն մարդկանց, ովքեր խարիզմատիկ որևէ նշույլ ունեն։ Երջանիկ է զգում անդեմ, անողնաշար, անբան, կիսագրագետ եւ Վանո Սիրադեղյանի ասած՝ շատ կարդացած, քիչ հասկացած մարդկանց միջավայրում։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Facebook-ի իր էջում գրել է, որ որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով։ Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու եւ ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, նշել է նա։ Հանրայինի եթերում ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է մեջբերեմ, ոչ թե հեղաշրջում, այլ տերորիստական ակտի նախապատրաստում էր այն, ինչ նախատեսվում էր իրականացնել սրբազան պայքարը։ Մենք որևիցե կերպ չէինք կարող տարբերություն դնել հոկտեմբերի 27-ի հետ, սա մինոր հոկտեմբերի 27 էր։ Սա մինոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր։ Նպատակը Հայաստանում քաոս ստեղծելն էր, ասել է նա, շնորհակալություն հայտնելով իրավապահ մարմիններին, հատկապես ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Չինաստանում է եւ հասցրել է քննարկում ունենալ Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող դինամիկ աշխատանքը։ Անդրադառնալով Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին, Միրզոյանը նշել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը Չինաստանի հետ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի։ Արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ Միրզոյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, քննարկում է եղել տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերի, նաև Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովման ուղղված ջանքերի շուրջ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացման տեսլականին։ Իրանի հետ լարվածության թուլացումից եւ հունիսի 24-ին հաստատված հրադադարից հետո Իսրայելն իր ռազմական ուշադրությունը կրկին կենտրոնացրել է Գազայի ուղղությամբ։ Պաշտպանության բանակը ինտենսիվ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարբեր շրջաններին։ Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ եւ կան տասնյակ վիրավորներ։ Հարվածները հասցվել են բնակելի շենքերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքների։ Զուգահեռաբար Իսրայելը շարունակում է խիստ սահմանափակումներ կիրառել Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի նկատմամբ։ ՄԱԿ-ի եւ միջազգային մարդասիրական կազմակերպությունների վերջին զեկույցների համաձայն իսրայելական իշխանությունները շարունակում են արգելել կամ զգալիորեն խոչընդոտել սննդի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների ներկրումը, վկայակոչելով անվտանգության նկատառումները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Ստրասբուրգում ստորագրել են համաձայնագիր Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցով հատուկ տրիբունալ ստեղծելու մասին։ Նպատակը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելն է, ինչպես նշված է փաստաթղթում, անթիվ ռազմական հանցագործությունների համար։ Նշվում է, որ գոյություն ունեցող միջազգային դատարանները, ներառյալ Հաագայի միջազգային քրեական դատարանը, չունեն Ռուսաստանի քաղաքացիներին հետապնդելու իրավասություն։ Արդարությունն Ուկրաինայի համար չի կարող սպասել, հայտարարել է Բերսեն Զելենսկու հետ համաձայնագիրը ստորագրելու արարողությունից առաջ։ Զելենսկին հիշատակել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նացիստներին դատավարությունը եւ Հաագայում գործող տրիբունալը, որը քննում է Հարավսլավիայի պատերազմների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մեղադրանքները, նշելով, որ դրանք պետք է հիմք դառնան ռուս պաշտոնյաների պատասխանատվության համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը բացի Ուկրաինայից կարող է այլ տարածքային հավակնություններ ունենալ։ Հաագայում կայացած ասուլիսի ժամանակ հնչած հարցին Թրամփը կարճ պատասխանել է. դա հնարավոր է։ Սպիտակ տան ղեկավարը ենթադրում է, որ Պուտինը իրականում ցանկանում է դուրս գալ ստեղծված իրավիճակից Ուկրաինայի հետ հակամարտությունից։ Ինձ թվում է նա շփոթված է, նշել է Թրամփը։ Նա պատմել է, որ մշտական կապ է պահպանում Մոսկվայի հետ եւ վերջերս Պուտինն առաջարկել է օգնել Մերձավոր Արևելքում ճգնաժամի կարգավորման հարցում, ինչին Թրամփը պատասխանել է, որ նա նախ պետք է կարգավորի իր սեփական խնդիրները։ Ըստ նրա, Ուկրաինայում խաղաղության հասնելու բանակցություններն ավելի բարդ են, քան ինքը կարծում էր, իսկ նախագահ Պուտինը էլ ավելի բարդ։ Ինչ վերաբերում է հաշտության գործընթացի մյուս մասնակցին Ուկրաինայի նախագահին, Թրամփը նշել է, որ գագաթնաժողովի շրջանակում նրա հետ ունեցել է լավ հանդիպում։ Փակ դռների հետևում տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի զրույցը տևել է 50 րոպե։ Վլադիմիր Զելենսկին իր հերթին Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպումն անվանել է բովանդակային, նշելով, որ նրանք հասցրել են քննարկել բոլոր կարևոր հարցերը, այդ թվում ինչպես հասնել հաշտության եւ իսկական խաղաղության։
Նատաշա Բերտրանին պետք է հեռացնել CNN-ից։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն է գրել սոցիալական ցանցում ու նշել, որ ինքը դիտում էր, թե ինչպես էր լրագրողը 3 օր կեղծ լուրեր տարածելով զբաղվում։ Մեջբերեմ ամբողջական խոսքը նրան պետք է անհապաղ նկատողություն հայտարարել, ապա շամպես դուրս վռնդել։ Նա ստում էր միջուկային օբյեկտների մասին, փորձելով մեր օդաչուներին վատ լույսով ներկայացնել, մինչդեռ իրականում նրանք հրաշալի աշխատանք կատարեցին եւ հասան ոսկե երակի ամբողջական կործանման։ Նրան չպետք է թույլատրվի աշխատել CNN-ում, նրա նման մարդիկ են ոչնչացրել մի ժամանակ հիանալի հեռուստաալիքի հեղինակությունը, գրել է Թրամփը։ Ռուսաստանից հատուկ չվերթ է կատարվել դեպի Նյու Յորք, հատուկ չվերթը վայրեջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում, նշված չէ առայժմ, թե ովքեր են գտնվում ինքնաթիռում եւ ինչ նպատակով են նրանք ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց հարկ է հավելել, որ Ռոսիա ավիա էսկադրիլիայի Il-96-ը սովորաբար օգտագործվում է դիվանագիտական թռիչքների համար։ Ամպրոպ փոթորիկ զոհեր Փարիզում մոլեգնող տարերքի պատճառով 2 մահվան դեպք։ 12-ամյա տղան մահացել է առվի մեջ ընկնելով, մի տղամարդ էլ մահացել է, երբ ամենագնաց վարելիս ծառը տապալվել է նրա վրա։ Փարիզյան լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքում հեղեղվել են ոչ միայն փողոցները, այլ նաև մետրոյի կայարանները։ Ավելի քան 100,000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Հունիսի 24-ին Երևանում տեղի ունեցած եւ հանրային հնչեղություն ստացած վրաերթի ենթարկված մայրիկի ու նրա դստեր կյանքին վտանգ չի սպառնում։ Մայրը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ աղջիկը մի քանի օր կմնա Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հսկողության տակ։ Վրաերթը, որի մասին մենք տեսանյութ էինք պատրաստել, տեղի էր ունեցել Երևանում Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիոտնի համար նախատեսված վայրում։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Մեր հաջորդ թողարկումը ժամը 15:00-ին է, կհանդիպենք հենց այդ ժամին, առայժմ։